Նաչաջան, շնորհակալ եմ, որ եկաք տաղավար, մի քանի թեմաներ կան, որոնց հետ կապված կլսենք նաև ձեր գնահատականը։ Բարև, շնորհակալ եմ հրավերի համար։ Վաղ առավոտից մենք տեսանք ինչ տեղի ունեցավ Արագածոտնի թեմը, ըստ էության ամբողջությամբ շակերտները գլխատել էին, Սրբազանը, թեմի առաջնորդը եւ քահանաները, հոգեվոր դասը քննչականում էին։ Այսօր առավոտյան Արագածոտնի թեմի առաջնորդը կանոնավորվեց 2 ամսով, սա հերթական հայտարարությունն է Մկրտիչ եպիսկոպոս Պրոշյանի կալանքի դարան, ինչ է տեղի ունենում հարձակումը, պարզ է, որ սա անձերի դեմ չէ, սա ամբողջությամբ մեր եկեղեցու դեմ է, համեցեք։ Իսկ ասի ընդհանրապես հայության, հայկականության, պետության ամեն ինչի դեմ է։ Տեսեք, որպեսզի մենք հասկանանք տեղի ունեցող իրադարձությունների տրամաբանությունը եւ նաեւ հնարավորություն ունենանք որոշակի կանխատեսումներ կատարել, մենք պետք է նայենք տեղի ունեցող իրադարձությունները մի լայն համատեքստում։ Առաջնայինը նա է, որ մենք պետք է հասկանանք, թեկուզ դա դժվար է հասկանալ, ներքին դիմադրություններ կան շատերի մոտ, որ մեր երկիրը 2018 թվականից սկսած բռնազավթված է թշնամու կողմից, ներսից գրավված է երկիրը, իշխանությունը գտնվում է թուրքերի դրածոների ձեռքին։ Եթե մենք սա լավ պատկերացնում ենք, մենք հասկանում ենք արդեն շատ ու շատ process-ներ եւ առանձնապես զարմանալու պատճառներ չենք ունենում։ Դրանից, բացի դրանից, հասկանալու համար process-ները եւ եթե ինչ որոշակի կանխատեսումներ կատարելու համար նաեւ մենք պետք է հասկանանք, որ այսօր արդեն պետք է տեղի ունեցող իրադարձությունները հասկանալ, մեկնաբանել նախընտրական տրամաբանության տեսակետից։ Նախընտրական ժամանակներ են, որքան էլ անցանկալի է, մենք այդուհանդերձ փաստն այն է, որ եկել հասել ենք նախընտրական ժամանակահատված։ Եվ իրադարձությունները այդ ուրեմն կոնտեքստում են զարգանում։ Հիմա ինչ վերաբերում է ահա այդ կրկին երիցս նորից վերստին են ամոթալի իրադարձությունները, որոնց մեջ մենք թաթախված ենք գրեթե ամեն օր, այո, մեր հոգևոր դասի նկատմամբ այսպիսի դաժան, այսպիսի գրեհիկ, այսպիսի անարտար, ուրեմն հետապնդումներն են։ Մեր թշնամիներին, որոնց դրածոները այսօր մեր իշխանության, ուրեմն լծակների մոտ են, իրենց ուրեմն հարկավոր է գլխատել։ Գիտեք, սա եթե մենք հիշում ենք ուրեմն հայոց մեծ եղեռնի պատմությունը, ձեռագիրը նույնն է։ Գլխատել, հավաքել միտքը, հավաքել այն, ինչ կարող է ուրեմն դիմադրության պոտենցիալ ունենալ իր մեջ, առաջատար մարդկանց, հոգևորականներին, մտավորականներին, եւ եթե իրենց հաջողվի մեկուսացնել, իրենք հույս ունեն, որ ժողովրդի այդ հարցերը լուծելու համար դա արդեն դառնում է տեխնիկական խնդիր, իրենք բնականաբար ընտրական շրջանում իրենց ձեռքի տակ եղած բոլոր ռեսուրսները, նույնիսկ իրենք այդ առումով այնպիսի երևակայություն ունեն եւ իրենց թելադրողները այնպիսի նուրբ ու ճշգրիտ մոտեցումներ ունեն, որ իրենք այո ամեն ինչ կանեն վերարտադրվելու համար, որտեւ իրենց համար վերարտադրվելը, գիտեք, արդեն գոյաբանական հարց է, որտեւ իրենք հրաշալի գիտեն ինչ են անում, այսինքն, տեսեք այն մոտեցումը, որ պետք է նրանց ներել չգիտեն ինչ են անում, ոչ սրանք շատ լավ գիտեն ինչ են անում։ Տեսեք, օրինակ ես փորձում եմ լսել, ինչքան էլ պետք է այսպես զսպվածություն հանդես բերել, կամք հանդես բերել, նույն ուրեմն այդ Նիկոլի քպեականների ուրեմն մեկնաբանությունները, բացատրությունները այդ չարաբաստիկ ճանապարհի հետ կապված, ուրեմն էկոնոմիկայի նախարարը այսպես քմծիծաղը դեմքին վերևից նայելով լրագրողների հարցերին է պատասխանում եւ ուրեմն ինչ ասում է թրիպը արդեն իրենց լեքսիկոնի մեջ է մտել, հա թրիպը այնքան բնական ու ցանկալի է իրենց համար, որ թրիպը Թուրքիայի հետ կապ չունի, մեր եւ Ամերիկայի միջև է։ Ամբողջ թուրքական աշխարհը ցնծում է, հա, որ իրենց երազանքները իրականություն են դառնում մեծ Թուրանի հետ կապված։ Հիմա Հայաստանի էկոնոմիկայի նախարարը իր երկրի լրագրողներին
այդպես ինչ ասեմ, չգիտեմ, ինչ բառերով կարելի է բնութագրել, ինչի տեղ են դրել մեզ, ինչի տեղ են դրել ժողովրդին։ Կամ երեք ես էլի այսպես որոշակի ներքին ուժեր հավաքելով փորձեցի լսել մի կին պատգամավոր ունենա, ճիշտ ասած, իսկ անունը Լուլու են ասում, հա, ուրեմն այսպես դեմքին շատ խելացի արտահայտություն տալով, դե մտքի գեներատոր է, չէ, ուրեմն ինչ ասում, էլի լրագրողներին հարցերին պատասխանելիս, ասում է արժանապատվություն ունեցեք, ոնց կարող եք դուք մտածել, որ մենք իրականացնում ենք թուրքերի ծրագիրը, որ հոգևորականների հետ այս ինչ որ պատահում է, դա թելադրված է Ադրբեջանից, դուք արժանապատվություն չունեք։ Տեսեք ինչի մասին է խոսքը, իրենք այդ ամեն ինչն անում են արժանապատվություն ունեն, դեռ իրենց իրավունք են վերապահում արժանապատվությունից խոսելու, այն մարդկանց հետ, ովքեր իրենց այդ անարժանապատիվ եւ ստոր արարքները, դավաճանական արարքները տեսնում են ու մատնացույց են անում եւ տեսեք հարց են տալիս արժանապատվություն չունեք։ Հասկանում եք, սա է մեր իրականությունը, մեր ողբերգական իրականությունը սա է։ Այնպես որ ակնհայտ է, որ այս ամենը թելադրվում է դրսից, դա կոչվում է ուրեմն քայլեր դենացիֆիկացիայի ճանապարհին, այսինքն, այսպես ասենք, եթե հայերեն թարգմանենք, ազգազրկում։ Մեզ զրկում են մեր ինքնությունից, բոլոր հնարավոր ձևերով եւ մեթոդներով։ Տեսեք Մարիամ, ես մի հարցի վրա եմ ուզում կանգ առնել, անընդհատ մեզ ասում են կրթվել։ Եվ ամբողջ աշխարհում մի այսպես լրատվության մեջ այսպեսի մի էպիզոդի հանդիպեցի Նիկոլը, ինչ որ դրսից եկած ինչ որ գործարարի էր, հա, խոշոր գործարար էր, կարծեմ թե ոլորտի հանդիպել եւ համոզված եմ, որ ինքն է խոսակցությունը տարել այդ ուղղությամբ եւ պատկերացնում եք ոչ ավել ոչ պակաս եկել են այն եզրակացության, որ կրթվել է պետք եւ ուրեմն կրթվելը կօգնի, որպիսի ուրեմն մենք գնանք դեպի զարգացում։ Դուք պատկերացնում եք ինչպես են սրանք ներկայացնում մեզ աշխարհում, որպես ինչ որ մի հատ անկիրճ զանգված է, հա, շատ ներողություն, կրթությունը մեզանում այնպիսի արժեք է, որ այս անկիրճ մարդիկ, բառից բուն իմաստով անկիրճ մարդիկ, նույնիսկ բարձրագույն կրթության այդ ցենզը չհաղթահարած շատ-շատերը սրանցից, ուրեմն ոչ ավել ոչ պակաս որոշել են ազգ կրթել, եւ սա ունի իր ուրեմն թաքնված, հա, այսպես բովանդակությունը տողերի արանքում, աշխարհին ներկայանալ նորից մի այսպես խայտառակ կերպարով, որ մենք անկիրթ ենք։ Ընդ որում Նիկոլի այդ պահվածքը, որ մենք տեսնում ենք դրսում, որ բոլորը ծաղում են, հա, արդեն բացահայտ ծաղրի առարկա է դարձել։ Որտեղ ինքը ոնց որ դարձել է համաշխարհային մեմ այլևս, մի խայտառակ իրողություն է իր ամենաառավոտյան ինչ-որ տեսանյութեր է կիսվում, բայց նորից գալով եկեղեցու թեմային, ըստ էության այս հարվածը, որ հիմա ուղղված է հայ առաքելական եկեղեցու դեմ եւ ինչն է հատկանշական, երեկվանից հայտի դարձավ, որ այդ Տեր Արամի, այսպես ասենք, ցուցմունքների խոսքի հիման վրա է եւ այդ Դանիել Հովհաննիսյան կադրը։ Խնդրեմ, այս ինչ է, ի վերջո ում գտան իրենք եւ վստահ եմ դուք տեսակ եք ամբողջ համացանցով այդ լուսանկարները զուգահեռներ Լուդայի հետ։ Խնդրեմ։ Իմիջիայով շատ տպավորիչ էր լուսանկարը, շատ տպավորիչ էր, այսպես մեկը մեկին կարծես համընկնում էր, պարզվում է ամեն ինչ ունենք, նաև ունենք սեփական արտադրության հուդա։ Ուրեմն գիտեք ինչ, նաև մեր ողբերգությունը այս վերջին տարիների նրանում է, որ շատ ու շատ մարդիկ ներքաշվեցին, տարբեր խայծեր կուլ տվեցին եւ ներքաշվեցին այս համազգային ողբերգության մեջ պետություններ կործանելու, Արցախ կործանելու, Հայաստանի Հանրապետություն կործանելու այդ ուրեմն գործի մեջ ներքաշվել են։ Ուրեմն այն մարդիկ, ովքեր իշխանության ինչ որ լծակներ ունենալու խայծի ինչը դիմացան կուլ տվեցին, ինչ որ մարդիկ, ինչ որ ձևերով, հա, չգիտեմ, ինչպես ներքաշվում են, մի մասը վախից ներքաշված են եւ մենք տեսնում ենք, տեսեք, այդպիսի մտքեր են հնչում եւ ես համամիտ եմ դրա հետ։ Լավ, այսքան դավաճան կար մեր մեջ, չէ՞, մենք երբեմն այդ միտքն էլ այդ զարմանքն էլ հնչում է, լավ, սրանց հետ ո՞նց են համագործակցում, ո՞նց կարելի է կարծել, այս մեկ ասենք ճիշտ է, խելացի է, ոնց որ թե ոչինչ, ո՞նց է իրեն թույլ տալիս համագործակցել։ Եվ ահա այդպիսի մարդիկ գտնվում են նաև հոգևորականների շրջանում։ Եվ շատ
իմաստուն է քրիստոնեությունը, այդ Քրիստոսի պատմությունը, որ իսկապես այդ փաստը, որ հուդաներ միշտ կան եւ դա օրինաչափություն է եւ սա միայն մեր ազգի հետ մենք չկապենք, այնպես որ հոգեվորականների շրջանում եւս իրենք այդ մանը գցում են, արդեն ցեցը գծված է եւ իրենք հույս ունեն, որ շատերը, հա, այսպես կգան, կմիավորվեն, տերարամներ կդառնան, այդ հուդայական այդ իրենց գործը կանեն, բայց ինչպես մենք տեսնում ենք, եկեղեցին արժանապատիվ է, մեր ուրեմն եկեղեցու հայրերը իրենց պահում են շատ արժանապատիվ, հոգեվորականին վայել, հայ հոգեվորականին վայել, որովհետև միշտ էլ մեր եկեղեցու վրա դրված է եղել նաև ազգապահպանության խնդիր եւ իրենք այդ գործը անում են, ես տեսնում եմ, որ ինչքան էլ սրանք ուրեմն փորձում են, որպեսզի դա շարժում դառնա ներսից, այսպես քանդեն եկեղեցին, այնուամենայնիվ ի պատիվ մեր եկեղեցու հայրերի, թեկուզ այս ծանրագույն պայմաններում, երբ սրբազաններ են բանտարկված, երբ ահա նոր սրբազաններ են տանում գնդնում կալանքի տակ, սա մեր մեծագույն խայտառակությունն է, մեծագույն խայտառակությունը, գիտեք ինչ, ուրեմն մեզ ես այս մասին շատ եմ կրկնում, թշնամուն, այդ թվում նաև ներքին թշնամուն, ձեռնտու է, որպեսզի հայ ժողովուրդը անընդհատ զոհի վիճակում լինի։ Ինչքան ավելի հարվածներ հասցնեն, այնքան ավելի կխեղճանան։ Տեսեք, սովորական տրամաբանությունն ինչի ասում, նախընտրական շրջան է, իշխանություն եք, կարող եք, չէ, ինչ որ մի երկու լավ բան անել, որպեսզի ժողովուրդը ինչ որ դրական բան տեսնի, ասի, չէ, տեսեք, մենք սխալվում ենք, այս լավ բանն են անում, սա գնանք էլի իրենց ընտրենք։ Սա մի տեսակ սովորական տրամաբանությունն է, չէ, նույնիսկ սրա մեջ ինչ որ ազնվության ինչ որ մի հատ հատիկ էլ, բարոյականության ինչ որ մի հատ հատիկ էլ կարելի է գտնել։ Բայց չէ, իրենց մոտ ուրեմն ռազմավարությունը եւ մարտավարությունը, որը մշակվում է իրենց թիկունքի ետևում եւ իրենց թելադրվում է, բացարձակապես այլ է։ Առաջին հայացքից կարող է թվալ, թե սա ինչ-որ դեմ է տրամաբանությանը, չէ։ Ինչքան խեղճացնեն ժողովրդին, այնքան ավելի լավ։ Ինչքան շատ հարվածներ հասցնեն, այնքան ավելի կխեղճանան մարդիկ։ Գիտեք ինչ, երբ մարդը շատ հոգսաշատ է, կենցաղային հոգսերի տակ կքած, հա, ընտանիք կերակրելու, ուրեմն մեծ հարցի առաջ կանգնած, ամեն նայում ես ուրեմն թանկացումներ, հա, մարդկանց համար դժվար է դառնում ապրելը, տեղից տեղ տեղափոխվելը, տրանսպորտի ինչ որ անհասկանալի վիճակներ, անհասկանալի աշխատանք, աճ ու ձախ տուգանքներ, էլի ինչ ասեմ, այսինքն ինչքան շատ մարդկանց հանցագործության, հա, այսպիսի ուրեմն թռիչքային զարգացում, ընդ որում իրենք էլ դեռ մինչև այս վերջին այս իրադարձությունները իրենք էլ ասում էին, որ հանցագործության ուրեմն բանը բարձրացել է, չէ, ավելի բարձր աստիճանի է հասել հանցագործությունների թիվը։ Հիմա այստեղ էլ կարելի ասել ինչու են ասում։ Թող ասենք իրենց ավելի ձեռնտու չի թաքցնեն, որ ասեն տեսեք ինչ լավ երկիր է, հանցագործություն չկա։ Չէ, վախի մթնոլորտ առաջացնելու համար սա շատ հարմար է, շատ հարմար է, այնպես որ մեր հոգևորականներին այսպես կալանավորելը, այս ամոթալի ձևով ԱԱԾ-ի հարձակումը, հա, իրավապահ մարմինների հարձակումը հոգևորականների վրա։ Ահա։ Եվ ասում էր Մայր Հայաստանի Սոնա Աղակյանի մյուսներ ավական անդամներ այնտեղ են, այդ Սոնա Աղակյանի հետ ասում է մի ոնց ասած մի ես էլ եմ հավատով, ես էլ հավատք ունեմ, իմ գործը անում եմ, էլի այսպես ասած։ Այս մասով ինչ կարող եք ասել Տիկին։ Գիտեք ինչ, ես իսկապես այն կարծիքին եմ, որ այդ նույնիսկ այդ դիմակի տակ թաքնված տղաները իրենք հայ մարդիկ են, չէ, հայ մարդիկ են, իրենք եկեղեցի են գնում, իրենք իրենց երեխաներին կնքում են, եկեղեցով ամուսնանում են, այսինքն ինչ որ այդ թեկուզ ռիտուալային մակարդակով, այդ արարողակարգային մակարդակով, իրենք եկեղեցու հետ կապված մարդիկ են։ Բացի դրանից, այո, որոշակի հավատ կարող են ունենալ, ես չեմ ուզում անել, որ դրանք սատանաներ են, բայց այլ հարց է, եթե շերքի մի նժարին դրված է քո հավատը, մյուս նժարին դրված է, որ հրաման է կատարում եմ, ուրեմն այն մյուս նժարին դրված ավելի ուժեղ բան է քո կյանքում, քան թե եկեղեցու նկատմամբ հավատը։ Չես ուզում դիմում գրի դուրս արի։
Եթե դիմում գրեք եւ դուրս գաք, իմիջայլոց սա նաեւ վերաբերում է ոստիկանությանը։ Եթե Ալիևը բաց ասում է, որ 300,000, այդ 300,000-ը դեռ շատ փոքր թիվ է, հա, տարբեր հաշվարկներով, երբ ներկայացնում են, ադրբեջանցի գալու է Հայաստանում ապրելու, եւ Ալիևն ասում է մենք մեր ոստիկանությամբ ենք գալու, որ մեր ժողովրդի ուրեմն անվտանգությունը ապահովենք։ Հարգելի ոստիկաններ, որ այսօր այդքան ուրեմն գոհ եք կյանքից եւ մեծ հաճույքով ուրեմն հատկապես որոշակի ստորաբաժանումներ մարդ եք ծեծում, հա, շարժումներ եք ուզում, այսպես խեղտել, ցրել ծնողներ, հա, զոհվածների ծնողների նկատմամբ, այո, այդպիսի վերաբերմունք, դուք իմացեք, որ եթե դուք ձեր աշխատանքից զրկվելուց եք վախենում, Ալիևը որ իր ոստիկաններով գա, դուք հաստատ նույն վարքյանին զրկվելու եք ձեր աշխատանքից։ Այնպես որ եթե ձեր մեջ գոնե հավատ կա, հա, եկեղեցու նկատմամբ, եւ դուք դա ուրեմն նույնիսկ արտահայտում եք, ուրեմն այնպես արեք, որ այդ հավատը եկեղեցու նկատմամբ, երկրի ճակատագրի նկատմամբ, որը նաեւ ձեր ճակատագիրն է, ձեր ընտանիքների, ձեր երեխաների ճակատագիրն է, մի հատ ծանրութ հետեւ արեք, տեսեք կշեռքի նժարին որն է ավելի ծանր, եթե դուք մասսայաբար, հա, դա դառնա այսպես հոգեբանական վարակի նման, մասսայաբար, եթե այսպես մարդիկ համակարգից դուրս գան, որովհետև իրենց ներսում Աստված ունեն եւ իրենց թույլ չեն տա ապրել, ուրեմն մի միջավայրում եւ գործիք դառնալ մարդկանց ձեռքին, ովքեր ուրեմն մեր եկեղեցին են ուզում ավիրել, ուրեմն գնացեք այդ քայլին, դա ավելի ճիշտ է, թե չէ միայն այդպես նվնվալը դա մեծ ոչինչ բան չի տալիս, բայց բոլոր դեպքերում ես համամիտ եմ, որ մարդիկ են իրենց ներսում էլ այսպես ներքին խռովք կա, ինչ են անում, էս եւ այդ ամենայն դեպս ավելի իրենք հակված են դեպի անելը, քան թե չանելը։ Նիկոլ Փաշինյանը հիմա ինչ-որ տրենդի մեջ է որոշել լինել եւ մինչեւ այս հարցին գալը եւ Տիկին Աթոյան մենք տեսանք, հա, այդ Շարմեն Շեյխում են իրենք Եգիպտոսում հերթական ստորացում ըստ արի Թրամփի կողմից եղավ։ Այո, ակնհայտ։ Այսպես ասենք, այսպես հոգեբանական տրավմաների դրսևորումն է նաեւ հետ գալու եկեղեցու վրա այս նոր հարձակումը նախաձեռնել։ Ուրեմն Մարիամ ջան, ինձ թվում է դուք Նիկոլի մասին մի քիչ ավելի բարձր կարծիք ունեք, քան ուրեմն իրականում կա։ Այստեղ մենք արդեն շատ լավ տեսնում ենք, որ արժանապատվության ուրեմն խղճի, ամոթի, բարոյական ապրումների հարց այնտեղ չկա։ Ես ավելի շատ ճիշտն ասած հակված եմ մտածել, որ դրսում իրես խայտառակ պահվածքն ու կեցվածքը եւ ծիծաղի առարկա դառնալը սա նույնպես ընդհանուր խաղի մի մասնիկն է։ Այսինքն, այս մարդու առջև հարց է դրված բոլոր հնարավոր ձևերով ստորացնել, նվաստացնել, խայտառակել պետությունը, ազգը, որովհետև եթե պետությունը ներկայանում է աշխարհին այդպիսի կերպարով, որ այլ պետությունների ղեկավարները արդեն չեն դիմանում ու ծիծաղում են, հա, ծաղրի առարկա են դարձնում, այստեղ ոչ միայն այդ մարդն է նվաստանում անձամբ, այլև այն ամբողջ ուրեմն ժողովուրդը, հանրությունը, ազգը, պետությունը, որ ինքը ներկայացնում է։ Ես ավելի շատ հակված եմ մտածել, որ նա սա եւս անում է միտումնավոր, սա իր ուրեմն գործունեության կողմերից բաղադրիչներից մեկն է, որովհետև մենք գիտենք, որ ինչ-ինչ դերասանական ինչ-որ հակումներ ունի, չի կարող, ասենք դրսում ակլորի կեցվածք ընդունել։ Իհարկե կարող է, բայց չի անում։ Չի անում, որովհետև իրենց իր թիմին այս մուտանտների եւ իրենց ուղղորդող ուժերին ձեռնտու է, որպեսզի Հայաստանը հնարավոր բոլոր ձևերով խայտառակվի, ժողովուրդը անկիրթ է, երկիրը ներկայացված է, ահա այս կերպարով, որին ոչ ավել ոչ պակաս երկրորդ անգամ ընտրել է ժողովուրդը եւ մնացած բոլոր իր այդ պահվածքը, որը, չգիտեմ, վայել չէ նույնիսկ միջին վիճակագրական, մտավորական կամ այսպես կրթված, հա, բարեկիրթ մարդուն, այդպես ենք ներկայանում, որովհետև նպատակը դրված ստորացնել ամեն մի հայկականը, ամեն մի հայությունը վերացնել, ոչնչացնել, որպեսզի իրենց ասած թրիպը բոլոր հնարավոր ձևերով ու եղանակներով բացվի եւ թուրքական աշխարհը ցնծա եւ միավորվի։ Իսկ մեզ ասում են, որ թրիպը ուրեմն թուրքերի հետ կապ չունի, Հայաստանն ու Ամերիկան։
իսկ Հայաստան որպես ուրեմն տարածաշրջանում գործոն, որպես սուբյեկտ արդեն ըստ էության չկա, որովհետև չկա մարդ ում հետ խոսեն լրջորեն նույնիսկ այն մարդիկ, այն երկրները, որոնք ուրեմն շահագրգռված կլինեին Հայաստանի հետ, որպես երկրի հետ լրջորեն խոսելու։ Այնպես որ մենք սպասենք այս նախընտրական տրամաբանության մեջ էլի ու էլի հարվածների, անակնկալների, որովհետև ինչքան ժողովուրդը ավելի խեղճացած լինի, ավելի վախեցած լինի, այդքան իրենց ավելի ձեռնտու է։ Բայց այստեղ մի բան էլ կա, հա, վախի հետ կապված։ Այո, հասկացանք, վախի մթնոլորտ կա եւ իրենք ցանկանում են այդ վախի մթնոլորտը առաջացնել, ինչ որ իմաստով դա։ Ուրեմն տեսեք այդ ԱԱԾ-ի, այդ աշխատողների, այդ ներքին վախերն են, չէ՞, դաշտում, որպիսի հրամանները կատարեն, չթողնեն, հա, դուրը շրխկացնեն, դուրս գան այդ աշխատանքից, որտեղ պետք է անբարոյական քայլեր կատարել, բայց տեսեք վախը, այս ցավը, որը մեզ պատճառում են, ամեն ինչ ունի իր սահմանը։ Գիտեք, այ հարց է առաջանում, մինչև ուր պիտի առաջանա ցավի, այդ վախի, վիրավորանքի շեմը, որպիսի արդեն վախի մթնոլորտը ինքնին ներսից ծրվի։ Ուրեմն կա այդպիսի բան, հա, շեմը։ Ուրեմն երբ մարդը անընդհատ վախի ազդեցության տակ է եւ անընդհատ նորանոր վախեցնող ազդակներ են հասնում իրեն, գալիս է մի պահ, երբ մարդը այլևս չի դիմանում եւ ոտքի է կանգնում, ուրեմն հակահարվածի անցնում, ինքնապաշտպանության է անցնում։ Ես կարծում եմ, որ սրանք ինչքան ավելի այս կարգի բաներ անեն, վախեցնելու համար, նվաստացնելու, ցավ պատճառելու համար, կգա կհասնի վախի շեմը ինչ որ մի մակարդակի, որ արդեն ժողովրդական զանգվածները արդեն ուղակի չեն դիմանա, որովհետև կհասկանան, որ ամեն ինչ հասել է իրենց տանը, իրենց ընտանիքներին, որովհետև դա անխուսափելիորեն հասնելու է բոլորին, արդեն շատերին հասել է։ Եվ էլի կհասնի, եթե այսպես ուրեմն process-ները այսպես շարունակվեն եւ մենք թույլ տանք այս ամոթի խայտառակության եւ արհավիրքի մեջ շարունակել ապրել։ Տիկին Նաչա ջան, հիմա չգիտեմ, էլի պետք է խնդրեմ, որ մասնագետորեն այս ամենը գնահատեք։ Trend է դարձել ինչ-որ Փաշինյանը, խայտառակություն է իհարկե սա մեզ համար։ Ամենառավոտ բարի լույս է մաղթում եւ այդպես սրտիկներ, վիդեոներ, այս ամենը ինչի դրսևորում է, բացի այդ նաև երեկել է նորից հեծանիվեր էլի դուրս հանել, հեծանիվ է քշում, այս ամենը ինչ է, իր մտահոգություններն են, վախերն են, որով փորձում է կոծկել ինքը սևով, թե տենց ինքնավստահությունը։ Գիտեք ինչ, ինքնավստահություն իհարկե կա, որովհետև սրանք իրենց թիկունքը պինդ են զգում, հա, իրենց թիկունքին ամբողջ ուրեմն այս թուրքերը, անգլոսաքսոնական, այդ ինչպես Տիկին Լարիսա Ալավերդյանն շատ դիպուկ ասում է, պղտոր ուժերը եւ այլն կանգնած են իրենց թիկունքին։ Բայց բոլոր դեպքերում իրենք այս զարգացումները շատ էլ լավ տեսնում են։ Իրենք հասկանում են, որ արդեն թեկուզ այդ արհամարանքը տեսնելով, այդ նույն Թրամփի, այդ նույն մյուս լիդերների կողմից, իրենք նաև հասկանում են, որ կգա մի օր, երբ իրենց թիկունքը այդքան պինդ չի լինի։ Այսինքն կգա իրենց ով որ իրեն դրել է, իրենց շպրտելու ժամանակը կգա։ Իրենք նաև շատ լավ տեսնում ու հասկանում են ժողովրդական տրամադրությունները։ Դա էլ են շատ լավ տեսնում հասկանում։ Փաշինյան Նիկոլը շատ լավ հասկանում է, որ այն մարտավարությունը, որը ինքը վերցրել էր ժողովրդին խաբելու 18 թվականին, եւ դա իրեն հաջողվեց, արդեն ինքը ուրեմն ստախոսի բան արդեն վերցրել է, հա, պիտակ է իր վրա, մարդիկ հասկանում են, որ նույնիսկ այսպես ինչ ասում է հակառակը հասկանալ, հա, ինչ խոստանում է հակառակը հասկանալ, այսինքն այ իր այդ գործիքները, հին գործիքները արդեն չեն աշխատում, ինքը նորից մանիպուլյացիաների մեջ է, ամենամեծ մանիպուլյացիայի ուրեմն ծուղակը այսօր մեզ համար իհարկե խաղաղության գործոնն է, որովհետև աճ ու ձախ կպեականները ինձ որ քննադատում են, խաղաղություն չեք ուզում, այսինքն տեսեք ինչ են ասում, եւ պարզ մարդը մտածում է, իհարկե խաղաղություն ուզում են, բայց դուք եք խաղաղություն բերողները, դուք
պատերազմ արյուն ու ավեր բերողներ եք եւ շարունակում եք բերել թուրքերի հետ, այդ թուրքերի մոտ այդ ձեր պոզայով, հա, նայում ես, մենակ Նիկոլը չէ, ախր սրանք որ գնում են Թուրքիա, Էրդողանի դեմ կանգնած են տղաները, ինչ վիճակ էր դրանցը։ Ինչ ստարտային վիճակ է, որ չգիտես Էրդողանին Աստված գիտի ինչ են ուզում անել, հա, ինչ ասեմ, քսնելու իմաստով։ Այսինքն, տեսեք, ինքը նոր գործիքներ է ուզում օգտագործել, ընդ որում այդ գործիքները շատ պրիմիտիվ գործիքներ են եւ ընդամենը կարող են մարդկանց մեջ մակերեսային ծիծաղ ու հետաքրքրություն առաջացնել։ Հա, Նիկոլը սրտիկ է անում, չգիտեմ ինչ երաշտության տակ, էս պոզան են ընդունում, այն պոզան են ընդունում։ Հա, բա ինչ հետաքրքիր է, լը մի հատ բացենք նայենք։ Նայենք ծիծաղենք, բայց հաջորդ ծիծաղելուց հետո հաջորդ բանը մենք տեսնում ենք, որ Աստված գիտի ինչ ուրեմն խոսքեր են, ինչ անեծքներ են, ինչ հայոյանքներ են, ինչը բացարձակապես, չգիտեմ, ուրախանալու բան չի, որ մենք հասել ենք այն էմոցիոնալ մակարդակին, երբ մեր երկրի ղեկավարությունը այնպիսի քայլեր է կատարել, հա, որ արժանացել է մարդկանց այդ լեքսիկոնին, թեև դա իրենցից է գալիս, հա, այդ ամբողջ խոսքի կուլտուրայի իջեցումը իրենք են սկսել։ Այնպես որ նոր բաներ է փորձում անել։ Այո, կարող է հազարավոր մարդիկ նայեն, հա, նայեն, ծիծաղեն, բայց դա դեռ չի նշանակում, որ գնալու են քեզ ընտրեն, որովհետև երկիր ղեկավարելու համար հեծանիվ քշել ու սրտիկներ, չգիտեմ, նկարելը, ինչ-որ ծամացրություններ անելը, դա համար մեկ անհրաժեշտությունը չէ։ Այնպես որ այս գործիքները արդեն չաշխատող գործիքներ են, պետք չէ այդ լայքերի, դիտումների թվերով խաբվել, դրանք ցուցանիշ չեն իր ռեյտինգի եւ այլն, ընդհակառակը դրանք ցուցանիշ են, որ ինչ-որ ծիծաղելի, ծաղրածույական ինչ-որ մի բան կա, նայենք մի քիչ բան անենք, ծիծաղենք, անցնենք առաջ, այդպես է, բայց տեսեք իրենք էլի նետում են մի շատ բոլոր հնարավոր ձևերով էլի քարոզչությունը աշխատացնում են, նետում են այսպիսի մի ուրեմն դատողություն, որ ուրեմն ես չեմ հավատում ընտրություններին, մեկը իրանք հաղթելու են։ Հա, տեսեք, մարդիկ այդպես են մտածում, որ մեկը իշխանությունը իրանք ձեռքին է, մեկը իրենք հաղթելու են։ Սա շատ վտանգավոր տրամաբանություն է, եւ այս տրամաբանությամբ չի կարելի առաջնորդվել, դա իրենց է ձեռնտու, սա Նիկոլին, Ալիևին, Էրդողանին եւ այս ուրեմն մուտանտների ամբողջ թիմին է ձեռնտու։ Իսկ ով ասաց, եթե ձեր ձայնը, մեր բոլորի ձայնը ոչ մի նշանակություն չունենար, սրանք այդքան ոտու ձեռ ընկած, ուրեմն քարոզարշավ, խաբել, մարդկանց հետ ինչ-որ հանդիպել, նոր սուտ խոստումներ, խաղաղության այդ փափուկ բարձը դնել մարդկանց գլխի տակ եւ նորից դեպի նոր արյուն ու արյունահեղություն տանել, այդ ամեն ինչը չէին անի։ Այսինքն մեր հասարակության անդամներից յուրաքանչյուրի ձայնը շատ կարևոր է եւ եկեք մենք չմտածենք, որ եթե առաջիկայում ընտրություններ են, ես նորից եմ կրկնում, ցավոք սրտի մենք արդեն այդ իրողության հետ ենք բախվում, դա եթե սցենարներից մեկն է, կարող է ուրիշ սցենարներ էլ լինեն, օրինակ ասենք անվստահություն հայտնելու սցենարը կարող է պատահի լավել այսպես իրատեսական դառնա ինչ-որ մի պահի։ Համենայն դեպս, եթե մենք խոսում ենք ընտրությունների մասին, ամեն մարդ պետք է իմանա, որ իր ձայնը ճակատագրական է իր եւ երկրի համար եւ շատ կարեւոր է գնալը եւ մասնակցելը, այսպես կրավորական կեցվածքով մենք այնպիսի նոր արհավիրքների ու արյունահեղության առաջ կկանգնենք, որ 15 թվականի եղեռնը մեզ կթվա ուրեմն նույնքան սարսափելի կամ գուցե ավելի սարսափելի, քան այն ինչ կատարվելու է։ Ես չեմ ուզում վախեցնել, ես ուզում եմ, գիտեք, ինչ որ մենք իրատես լինենք։ Պետք չէ ինքնախապեյությամբ զբաղվել։ Պետք չէ հույս ունենալ, որ սրանք խաղաղություն են բերելու։ Իրենք որտեղ խաղաղությունը, որտեղ ինքնախապեյությամբ զբաղվել չի կարելի, սրանք շատ վտանգավոր են եւ ամեն ինչ պետք է անել, որպեսզի սրանք բաց թողնեն մեր երկիրը իրենց այդ արյունոտ ու սև ձեռքերից։ Երբ Միքայել Սրբազանի մի փոքր հետ գնանք, որովհետև առաջ ենք ունեցել ձեզ հետ խոսելու, երբ Միքայել Սրբազանի վճիորը հրապարակվեց 2 տարի ազատազրկման, հաջորդ օրը վաղ առավոտյան օրինակ Նիկոլ Փաշինյանի ոչ օրինական կինը գրառում էր արել, ինչպես Էրդողանի գիրքն էր վերջացրել կարդալ եւ դրա մասին։ Սա ինչի դրսևորում է, որովհետև
կատեսակ եք եւ դուք էլ բազմիցս ասել եք, որ սույն տիկինը ինչ անում է, ոչինչ պատահականի չէ։ Խնդրեմ։ Տեսեք, նորից սիմվոլիկ է։ Ու նաև արդեն այդ ժամանակ, երբ որ ամբողջ Գյումրիում իրենք հարձակում էին իրականացնում Վարդան Ղուկասյանի Սամոնի դեմ, Փաշինյանն էլի տեսանյութ էր հրապարակել, Սևանի համանալուծում կարծեմ, կինը եկել է, սիրտը խորոված է ուզում, խնդրեմ։ Գիտեք ինչից արդեն մոտավորապես այդ հարցին անդրադարձա Մարիամ, իրենք ամեն ինչ անում են մեր նյարդերը լարելու, մեր նյարդերի հետ խաղալու, մեզ զայրացնելու, մեզ նվաստացնելու համար։ Տեսեք, մի ձեռքով սրբազան են դատում, հա, կալանավորում են, մի ձեռքով բարերար են, ուրեմն դատում, տեսակ, էլի երկարացրեցին կալանքը, Բաքրած սրբազանի հետ կապված եւ շարժման հետ կապված, այդ խայտարակությունները, որոնց մենք, հա, այդ կեղծիկների վայլան առնչվում ենք, եւ իրենք, քանի որ իշխանությունը իրենց ձեռքին է, ուրեմն պատժում են հայրենասերներին եւ կողքից ինչ է անում Էրդողան ամուսինը ուրեմն Էրդողանի գիրկն է կրծքին սեղմել եւ այսպես խանդաղատանքով կանգնել Էրդողանի կողքին, ոնց որ ամբողջ կյանքի երազանքները իրականացած լինեն, կինն էլ էլի նույն խանդաղատանքով ու ոգևորությամբ ասում է կարդացել վերջացրել եմ, կրթվում է, հա, պաստորեն, հա, Էրդողանով ինքը կրթվում է, մեր ժողովրդին էլ Էրդողանով կրթելու է, այսինքն տեսեք, մեզ վիրավորում են, դրսում իրենց են ծաղրում, ներսում իրենք մեզ են վիրավորում, նվաստացնում եւ ոչ թե նրա համար, որ իրենք այդ դրսի այդ ինչ որ վիրավորանք են ապրել, արժանապատվություն, չէ, սրանց մոտ բարոյական ապրումներ չկան, մենք պիտի դա էլ հասկանանք։ Իրենք ուղղակի անում են իրենց գործը։ Գիտեք, մարդուն ինչքան ստորացնես, ինչքան նվաստացնես, ինչքան ինքը զգա, որ իրենից ոչ մի բան կախված չի, որ տեսեք իր հետ ինչ ուզում են անում են, ոնց ուզում են վարվում են, ինքը թուլանում է հոգեպես։ Ինքնագնահատական իջնում է։ Ամեն ինչ արվում է մեր ազգային ինքնագնահատականը իջեցնելու եւ մեզ թուլացնելու, խեղճացնելու համար։ Ներողություն։ Եվ գալով Սամվել Կարապետյանին, բանտեցին նորից եւ մեկ ամսով էլ երկարաձգվեց կալանքի որոշումը։ Նույն կոնտեքստում է, նույն բանն է։ Տեսեք, մարդիկ, ովքեր գիտակցումը կա մեր ժողովրդի մեջ, նայեք, 4 միլիարդատեր աշխարհում բանտված են, որից 2-ը հայ են, մեկը Հայաստանի բանտում, մեկը Բաքվի բանտում։ Մեծագույն ողբերգություն է։ Սա մեզ համար այն բանը, որ կարող էր մեծագույն ռեսուրս լինել երկրի զարգացման համար, եթե մենք ունենք այնպիսի, ուրեմն միլիարդատերեր, հա, որոնք հայրենիքի հետ կապված են, հա, կարող է միլիարդատեր լինի հայ ազգի, բայց հայրենիքի հետ կապված չլինի։ Այս մարդիկ կապված են հայրենիքի հետ։ Տեսեք, ինչ ծրագրեր են իրականացնում, ուզում են անպայման ինչ-որ մի լավ բան անել, զարգացման ինչ-որ նոր ուղիներ եւ այլն։ Այդ մարդիկ վտանգավոր են այս ռեժիմի համար։ Այս խամաճիկային թուրքական ռեժիմի համար այս մարդիկ վտանգավոր են։ Դրա համար թուրքերից հրահանգները ինչ ստանում են, էդ էլ անում են։ Եվ ուրեմն թելադրում են փաստորեն ամեն ինչը իրենց կամքը, հոգևորականներ, քաղաքական ազնիվ գործիչներ, պայքարի ազնիվ մասնակիցներ, հոգևորականների հետ իրենք արդեն վաղուց էին սկսել, եւ գիտեք, հանկարծ մենք չմտածենք, որ սրանք եկեղեցու դեմ ուրեմն իրենց արշավը սրանով սահմանափակվելու է։ Ոչ, իրենք տարբեր փուլերում, տարբեր էտապներում, տարբեր մեթոդներով, տեսեք, մի հատ ուրիշ ելք գտան հիմա, հա, հարագածոտնի թեմա, իսկ ով է ասել, որ այն մյուս հարցակումը, հա, այն գրեհիկ ու կոպիտ հարցակումը արդեն մուն Էջմիածնի վրա չի լինելու։ Սրանք բոլորը նույն շղթայի տարբեր օղակներն են, եւ այդ շղթան շարունակում է աշխատել։ Ուղղակի ես հույս ունեմ, որ մեր ժողովուրդը, գիտեք, ասում եք ժողովուրդը չի տեսնում, ժողովուրդը արդեն շատ բան տեսնում է, շատ բան հասկանում է։ Ուղղակի այնքան հարվածներ են հասցվում ժողովրդին, եւ մեր ընդդիմադիր ուժերը պետք է շատ լուրջ ազդակներ ուղարկեն ժողովրդին, որ իրենք թեկուզ ասենք բազմաթիվ տարաձայնություններ ունենալով այլ հարցերում, իրենք ուրեմն մեկ հարցում միակամ են եւ ուրիշ մի վտանգ եմ ես տեսնում, որի մասին անպայման ուզում եմ զգուշացնել։ Գիտեք, թշնամին նենգե դավադիր է ուշադիր նայում է, հետևում է։ Այնտեղ, որտեղ ձևավորվում են ուժեր, որոնք իրենց մեջ ունեն պոտենցիալ
եւ կարող են այո համախմբման առաջատարի դեր կատարել, միանգամից ներդրվում են ինչ որ մարդիկ, ինչ որ կասկածելի մարդիկ, որոնք ներսից կրծեն ուրեմն այդ ազնիվ այսպես հեռանկար ունեցող շարժումը։ Այստեղ ես կարծում եմ, որ ինչ-որ մի հատ ֆիլտրեր պիտի դրվեն եւ թույլ չտան էլի այդ խապեությունները իրենց նպատակին հասնեն, որովհետեւ ամենալավագույն շարժման մեջ անգամ, եթե ներդրվում են ահա քայքայի չկադրեր թշնամու կողմից դրված, արդեն սա շատ մեծ վտանգ է այդ շարժման, այդ ուժի հեռանկարի համար, դնել ֆիլտրեր, անձինք մարդկային կերպարները շատ կարևոր է, նույնիսկ իմ խնդրանքն է այդ նոր ձևավորվող ուժերին, որոնք իսկապես որոշակի այսպես թունելի վերջում ինչ-որ լույս ենք տեսնում, շատ զգույշ լինել, հասկանալի է սևեր ու սպիտակներ չկան, միավորվել է պետք եւ այլն, բայց կրծողներ չպետք է ներմուծվեն այդ շարժումների մեջ, թե չէ մենք կունենանք նորից ձախողումներ։ Եվ քանի որ առաջիկայում աղաշապատի ընտրություններն է սպասվում, ըստ էության կա տեսակետ, որ այս ընտրություններով Փաշինյանը վերջնական փորձել է գնալու հարվածել եկեղեցուն, զգոնություն պետք է դրսևորել, ընդդիմությունը, ոչ մի ձև պետք է աղաշապատ ըստ էության չզիջել։ Տեսեք, այստեղ ես էլի սիմվոլիկա եմ տեսնում։ Ինչու եկեղեցու դեմ այս գրեհիկ, այս չգիտեմ, բառեր չես գտնում, մեր հոգևոր հայրերի դեմ այս արշավանքը հենց այս պահին, որովհետև Էջմիածինը մեր հոգևոր կենտրոնն է։ Այսինքն տեսեք, նորից թուլացնել, հա, Էջմիածնին թուլացնել, այդ սիմվոլն էլ է աշխատում, հա, այս քայլով իրենք Էջմիածին են ուզում թուլացնել։ Հիմա, բայց ես հույս ունեմ, որ մեր ժողովրդի ուրեմն ինքնապաշտպանական ներքին մղումները, մեր ժողովրդին այո բնորոշ իմաստնությունը նորից կաշխատեն եւ մենք ունենք շատ լավ փորձ, Գյումրիի փորձը եւ ընդդիմադիր ուժերը կարողացան իրենց սեփական ամբիցիաներից, հա, դուրս գալ եւ ուրեմն միահամուռ որոշում կայացնել, ընդհանուր հա իրենց ուժերը միավորել։ Ես անկեղծ ասած ունեմ համոզմունք նույնիսկ, որ վաղ շաբաթում այո հակազդեցությունը շատ ուժեղ է լինելու, իշխանության ճնշումները շատ ուժեղ են լինելու, բայց բոլոր դեպքերում գիտեք, մի տեսակ կենաց ու մահու կռվի է սա նման։ Էջմիածնում այն ժամանակ ասում են Գյումրին է ճակատագրական, Փարաքարն է ճակատագրական։ Հիմա Էջմիածինն էլ է ճակատագրական։ Եվ մեր ժողովուրդը մի այսպիսի յուրահատկություն ունի, որը գուցե այդքան էլ լավ յուրահատկություն չէ, բայց էլի ոչինչ հույսի մի կայծ է, որ երբ բոլոր ամեն մի ճար ու ամեն ինչ սպառվում է, հա, կարծես թե արդեն վերջ բոլոր հույսերը մարում են մեր ժողովրդի մեջ, ինչ-որ ներքին մի այսպես ուժ է արթնանում եւ ինչպես, չգիտեմ, ավարայր, մեր գոյամարտերը, հա, սարդարապատ սա էլ, այս մեր կյանքում այո գոյամարտ է եւ ես հույս ունեմ, որ մեր ուրեմն ընտրությունները, վաղաշաբաթի ընտրությունները մեր ընդդիմադիր ուժերը, իհարկե ոչ կեղծ ընդդիմադիրները, որոնք լցված են, հա, նրանք պետք է չի որ միանան։ Միասին խնդրում եմ նայեք մեկ րոպեի չափով։ Տեսեք, սա Արամ Զավենի Սարգսյանի տեխնացուն է։ Քարոզարշավի ընթացքին համընկնի դա։ Ես խոստանում եմ եւ այս փուլից եմ ասում։ Եվ առասարակ քարոզարշավի հետևողներին։ Ես այդ օրը կվերցնեմ time out եւ իբրև հավատացյալ հայ առաքելական եկեղեցու հետևորդ այո կմիանա Նիկոլ Փաշինյանի կողմից կազմակերպված քաղաքացի հավատացյալ Նիկոլ Փաշինյանի կողմից կազմակերպվել հոգևոր հավաքին։ Հանուն նրա, որ Կետրիշ Ներսիսյանը օր առաջ եղան։ Խնդրեմ։ Տեսեք ինչ հերոս տղա է, հա։ Կտրիչ տղա է, եկեղեցու վրա է հարձակվում, հետաքրքիր է պատերազմի ժամանակ որտեղ էր, հա, չգիտեմ, սելֆի անողների մեջ էր, թե որտեղ էր։ Գիտեք ինչ, սա նորմալ է, օրինաչափություն է, եթե մարդը Նիկոլ Փաշինյանի թիմից է, ուրեմն լավ է, որ խոստովանել է, հա, հիմա ինչ-որ քողարկելու բանի այդ բանը գնում է, բայց մարդը բարձ ասել է, չի քողարկել, այնպես որ հարգելի վաղարշաբաթի ուրեմն
ժողովուրդ, իմացեք, որ եթե ընտրում եք, ահա, սրանց, իրենք հարցակվելու են մեր եկեղեցու վրա, մեր հավատի վրա, ձեր տների, ձեր ընտանիքների վրա, քողարկվելով հայ եկեղեցու, չգիտեմ, գդավանանքին հետևորդներ լինելու այդ կեղծ քողի տակ։ Ահա սրանց հետ գործ ունենք եւ պետք է ճշգրիտ եւ մի մտածեք, որ ձեզնից ոչ մի բան կախված չի։ Պետք է հաղթահարել վախերը, երկու վախը մի մահ է։ Եվ ես ունեմ այդ համոզմունքը, որ արդեն դանակը ոսկորին է հասել, այս կարգի մարդկանց հետևից մեր ժողովուրդը չի գնա։ Դա լինի վախեցնելը, դա լինի սպառնալիքը, դա լինի ուրեմն աշխատանքից զրկվելը, չգիտեմ, աշխատավարձից զրկվելը, դուք իմացեք, որ այդ ամեն ինչից մենք մի անգամից զրկվելու ենք, եթե գնանք ահա այս կարգի մարդկանց ետևից։ Էջմիածինը հույսեր է ներշնչում, ընդդիմադիր որոշակի ուժեր կան, որ իսկապես շատ ակտիվորեն եւ շատ նվիրված աշխատում են, դա նկատելի է եւ պետք է համախմբվել սեփական, ուրեմն եսը մի քիչ մոռանալ եւ հանուն մեր ընդհանուր մենքի, հանուն մեր ընդհանուր նպատակի, ինչն է ազգային ազատագրումը այս չարիքից, դրա ետևից պիտի մարդիկ գնան եւ ես դիահույս եմ, որ այդպես է լինելու վաղաշաբաթում։ Շնորհակալություն։ Խնդրեմ։